Հունիսի 5-ին շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առիթով Տավուշի մարզի Բերդ քաղաքում կազմակերպվեց բնությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջոցառում։ Այն տեղի ունեցավ Սորաններ դենդրոպարկում, Հայաստանի բնության պետական թանգարանի և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության արգելոցապարկային համալիր ՊՕԱԿ-ի նախաձեռնությամբ։ Միջոցառման նպատակն էր հանրության, հատկապես երիտասարդ սերնդի շրջանում բարձրացնել իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ, խթանել բնության նկատմամբ հոգատար ու գիտակցված վերաբերմունքը։ Հասարակությունը ապրելով բնության միջավայրի մեջ, բնական միջավայրի մեջ, այնքան է փոխել, վնասել բնությունը, որ այսօր մենք ինքներս էլ տեսնում ենք բավականին խնդիրներ, որոնք ականատես են լինում մարդկությունը եւ այդ խնդիրների լուծումը հրատապ խնդիր է դարձել մեզ։ Ամենակարևորը կուզեմ առանձնացնել մարդկանց գիտակցական փոփոխությունը, բնապահպանական մտածելակերպի եւ դաստիարակության առավելությունը, այսօր շատ կարևոր է դա։ Եթե մարդ գիտակցի, որ ինքը պետք է բնությանը մի բան անի, ոչ թե միայն վերցնի, այսինքն ոչ թե միայն սպառի բնությունը, այլ նաեւ անդրադարձնի, տա բնությանը, երևի այս խնդիրները մեզ մոտ մի քիչ կքչանան։ Օրվա ընթացքում դենդրոպարկում կազմակերպվել էին բազմաբովանդակ էկոակտիվություններ, ծառատունկ, ուսուցողական կանգառներ նվիրված Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհին, ստեղծագործական գոտիների, վերամշակվող նյութերից պատրաստված աշխատանքներով, վիկտորինաներ ու բնապահպանական խաղեր։ Իսկ օրվա եզրափակիչ մասը վերածվեց բացօթյա կինոդիտման, բնապահպանական ֆիլմի ցուցադրությամբ։ Միջոցառումը կազմակերպվել է շրջակա միջավայրի նախարարության արգելոցապարկային համալիր ՊՕԱԿ-ի եւ Հայաստանի բնության թանգարանի համագործակցությամբ, այսպես ասած, եւ միջոցառման գաղափարը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր աշակերտի, յուրաքանչյուր ուսանողի մեջ փորձենք ներդնել բնապահպանության եւ առասարակ էկոկրթության գաղափարը, թե առասարակ ինչ են ինձ ներկայացնում եւ մեր ամենագլխավոր նպատակներից մեկը այն է, որ դա սկսենք մարզերից իրականացնել եւ դա մեզ հաջողվում է իրականում, որովհետեւ արդեն 3-րդ կամ 4-րդ մեծ էկոկրթական միջոցառումն է, որ մեր կազմակերպության կողմից փորձում ենք իրականացնել։ Միջոցառումը համախմբեց տարբեր տարիքի քաղաքացիների, դպրոցականների ու բնության սիրահարների, ձևավորելով համագործակցային ու գիտելիքներով հագեցած միջավայր։ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը եւս մեկ հիշեցում էր, որ բնությունը մեր համատեղ պատասխանատվությունն է եւ յուրաքանչյուր փոքր քայլ կարեւորվում է մեծ փոփոխությունների ճանապարհին։